Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքային շաբաթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով եղել է Վրաստանում, Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ։ Իսկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Կոբախիձեն հետևել են Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը։ Իդեպ UEFA-ի ազգերի լիգայի անցումային փլեյօֆի Հայաստան-Վրաստան հանդիպմանը Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջել է մրցակցին։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ևս զիջել էր Վրաստանի հավաքականին։ Խաղն ավարտվել էր 0-3 հաշվով։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային եւ այլ թեմաների։ Եթե վստահության խնդիր չլիներ, վարչապետի կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Փաշինյանն արձանագրում է կապ հաստատուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Իսկ ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, վարչապետի կարծիքով դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո արկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։ Վարչապետը առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չի տեսնում, որովհետեւ նրա խոսքով Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Փաշինյանը հիշեցնում է Եվրամիության դիտորդներին Հայաստանի կառավարությունն է հրավիրել որպես խաղաղության եւ կայունության գործոն։ Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը վարչապետի խոսքով ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ, կամ ավելի պակաս նեղություն տալ։ Անդրադառնալով միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին, Փաշինյանը նշեց, որ այդ հայցերը մեծ հաշվով խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից եւ նախընտրել միջոց։ Վարչապետն ասաց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է փաստաթուղթը ստորագրել եւ դրանից հետո այն հանրայնացնել։ Հայաստանի համար կան հարցեր, որոնք քննարկելի են եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցն օրինակ Փաշինյանի խոսքով հստակ քննարկելի հարց է, որովհետեւ եթե գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Իսկ որ հարցն է մեզ համար անքննարկելի։ Արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ։ Ինչու՞, որովհետև երբ որ մեր երկրի տարածքի 60% անվանում են Արևմտյան Ադրբեջան, դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ չեմ կարծում, թե որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախություն եւ տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է սահմանադրության հարցին, Փաշինյանի խոսքով խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում։ Պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը Խորհրդային Միության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել։ Հայաստանի սահմանադրական դատարանի 2024-ի որոշմամբ էլ արձանագրվել է, որ մեր սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ
հարևանի նկատմամբ, իսկ նոր սահմանադրություն ունենալու խոսույթը վարչապետի խոսքով կա դեռ 2018-ից, եւ դա բացառապես Հայաստանի ներքին օրակարգի հարցն է։ Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր սահմանադրություն եւ մենք պլանավորում ենք այդ հարակվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ, որը ավելի որակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական։ Վարչապետն ընդգծում է պետք է X պայից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով եւ բանաձևերով։ Նրա խոսքով իրականությանը չի համապատասխանում այն, որ Հայաստանի կառավարությունը գերիների հետ կապված հարց չի քննարկում։ Այս թեմայով խոստումներ չի տալիս, որովհետեւ հասկացել է, եթե մի բան, որը Հայաստանի որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։ Փաշինյանի խոսքով Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա։ Դա ինքը Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության, իսկ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը։ Ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու։ Փաշինյանը հավելում է, ներառյալ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում, եւ սա վարչապետի խոսքով այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որն իրեն հիմք է տալիս ասելու։ Տարածաշրջանում էսկալացիայի եւ էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտածածին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում, անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին, շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ, գրել է Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեվիդ Լամիի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը եւ համաձայնեցված տեքստով ստորագրման Հայաստանի առաջարկը։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կողմից ներկայացված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ներկայացված այս եւ մյուս, մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փողվստահության ձևավորման եւ կայունության ապահովման համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Հանդիպան ընթացքում նախատեսվում է Հայաստանի ղեկավարության հետ քննարկել երկկողմ հարաբերությունները եւ Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Հայկական կողմի նախաձեռնությամբ կայանալիք այս հանդիպման ժամանակ Արաղչին կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ։ Կողմերը բացի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերից կքննարկեն նաև Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները։ Կառավարության մամուլի սրահում տեղի է ունեցել իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկումը, որը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թվում է, թե ինչ գաղափարախոսական բովանդակություն կարող է արտահայտել այս պատկերը, որտեղ Հայաստանի Հանրապետության քարտեզն է նշագրված միջազգայինորեն ճանաչված տարածքով կամ որը արտահայտված է խորհրդային Հայաստանի տարածքի ճշգրիտ չափով։ Իսկ գաղափարախոսական շերտը հետևյալն է, որ այս պատկերը հետևյալ քաղաքական բովանդակության մասին է, որ հայ ժողովուրդը պետք է դադարեցնի ավետյաց երկրի իր փնտրտուքը, որովհետև հայ ժողովուրդը գտել է իր ավետյաց երկիրը եւ այդ ավետյաց երկիրը
Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն սա շատ ֆունդամենտալ արձանագրում է մեր սոցիալ հոգեբանության համար, ընդ որում պիտի արձանագրեմ, որ կանխավարկածը այն է, որ ավետյաց երկրի այդ փնտրտուքը ավել կամ պակաս չափով մեր սոցիալ հոգեբանության մեջ է։ Այսինքն ես այստեղ ինչի մասին խոսեմ, այդ գաղափարական շերտի մասին, դա նշանակում է, որ մեր իրականության մեջ չկա մի մարդ, որին դա այս կամ այն չափով չի վերաբերվում։ Մի քիչ ավել, մի քիչ պակաս եւ ընդհանուր առմամբ մեր հանրությանը չի վերաբերվում եւ հետեւաբար երբ որ ես ասում եմ, որ մենք հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է դադարեցնենք մեր ավետյաց երկրի փնտրտուքը, այն հիմնավորման, որ մենք գտել ենք մեր ավետյաց երկիրը եւ այդ ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, եթե որևէ մեկը, եթե հետագայում հարց կհնչի, իսկ որտեղից այդ եզրակացությունը, որտեղից է հետևության հանգը, որ ընդհանրապես տենց փնտրտուք մեր իրականության մեջ կա։ Ես դրան առանձին կանդրադառնամ, բայց ըստ էության հաջորդ մեր պատկերը նույնպես դրա մասին է, կամ ավելի մանրամասնում է այդ գաղափարը, որը փորձ է կամ կոչ է կամ անհրաժեշտության գիտակցում է հայրենիք եւ պետություն հասկացությունները նույնացնելու, նույնականացնելու։ Եվ սա թերևս էլի սոցիալ հոգեբանական այն խնդրի արտահայտությունն է, որ մենք մեր պատմության ընթացքում, ընդ որում պատմություն ասելիս ես խնդրում եմ մենք անպայման չի, որ պատմություն ասելիս գնանք հետ 4-րդ դար, 5-րդ դար, մեր թվարկությունից առաջ 14-րդ դար, 15-րդ դար, 5 տարի առաջն էլ է պատմություն, 10 տարի առաջն էլ է պատմություն, 20 տարի առաջն էլ է պատմություն, ընդ որում մի պատմություն, որի մասին ավելի մեծ հավաստիությամբ մենք կարող ենք խոսել, եւ ըստ էության խնդիրը հետեւյալն է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ միշտ չէ եւ ամենտեղ չի առնվազն, որ երբ որ մենք ասել ենք հայրենիք, հասկացել ենք պետություն, կամ երբ որ ասել ենք պետություն, հասկացել ենք հայրենիք եւ դրա թերևս պատճառներից մեկն այն է, որ մեր պատմության առնվազն 15-րդ դարից սկսած հայրենիքը եւ պետությունը երբեք նույնական չեն եղել եւ հայրենիքի եւ պետության տարբերակվածությունը չէր կարող ուղղակի չազդել մեր սոցիալ հոգեբանության եւ ենթագիտակցության վրա։ Ասենք պատկերացրեք մենք ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ապրում ենք ուրիշ պետության մեջ։ Ասենք սա շատ նուրբ իրավիճակ է։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք ապրում ենք ուրիշ պետության մեջ։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր հայրենիքում, բայց մենք մեր կյանքի կանոնները մշակողը եւ ներդրողը չենք։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում եւ մենք մեր ճակատագիրը որոշողը չենք։ Մենք ընդհանրապես ոչ մի բան որոշող չենք։ Եվ այդ որոշողը իսկ ով է որոշողը։ Որոշողը պետությունն է իր բաներով, իր մեխանիզմներով։ Այն պետությունը, որը փակել է հայկական դպրոցները, այն պետությունը, որը գաղթ է կազմակերպել, այն պետությունը, որը կոտորածներ է կազմակերպել, այսինքն այս պետությունը, որ անընդհատ մեր հայրենիքում, պետությունը, որի քաղաքացին ենք եղել մենք, այս շատ կարևոր հանգամանք է, որի քաղաքացին, դե այն ժամանակ քաղաքացի, չգիտեմ, պետք է ուսումնասիրել քաղաքացի բառը որ պահից հպատակ, այսինքն այն ժամանակ քաղաքացին մենք եղել ենք այդ պետության հպատակը։ Հիմա եկել ենք եւ հայտնվել ենք մի իրադրության մեջ, երբ համընկել է եւ մեր հայրենիքը եւ մեր պետությունը։ Ու սա պետքա որ մենք չենք գնահատել, չենք վերլուծել, սա պիտի որ շոկ եղած լինի մեզ համար, մշակութային շոկ եւ այլն, եւ մենք ենթագիտակցորեն, գուցե ենթագիտակցորեն
Բան ենք արի, ասել ենք, ես նորմալ չի, որ մեր հայրենիքը եւ մեր պետությունը նույնն է, պետք է նույնը չլինի, հետեւաբար, եթե այստեղ հայրենիք է, այստեղ պետություն է, ուրեմն հայրենիքը ուրիշ տեղ պետք է լինի։ Որտեղ է ուրեմն մեր հայրենիք, մեր պետությունը, մեր հայրենիքը պետություն չի լինում, պետությունը մեր հայրենիքը չի լինում, հետեւաբար եկեք փնտրել հայրենիք։ Էլի եմ ասում, ես խոսում եմ ենթագիտակցության մասին։ Ենթագիտակցության մասին, որը մեզնից, ինձնից սկսած, ձեզնով, որովհետև ոչ մեկս եկեք մեզ չգերագնահատենք։ Մենք մի օրգանիզմի մաս ենք։ Մենք նույն օրգանիզմի մաս ենք, որը ունի նույն սոցիալ հոգեբանություն։ Այսինքն մենք անհատապես տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածողություն ունենք, տարբեր սովորույթներ ունենք, տարբեր ընտանիքներից ենք, բայց մի բան կա, որ մեզ բոլորիս համար ընդհանուր է, հակառակ դեպքում մենք ինչի ենք, նույն ազգի, նույն ժողովրդի ներկայացուցիչ։ Ուրեմն ինչ որ մի ընդհանրություն կա։ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ, օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը, հումանիտար բեռի հանձնմանը ներկա են եղել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը։ Եվրամիությունը ողջունում է Մարգարա Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջև բարի կամքի այս դրսևորումը ոչ միայն աջակցում է Սիրիայում կարիքավորներին, այլև ընդգծում է երկկողմ երկխոսության կարևորությունը եւ նպաստում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղված ջանքերին, ասվում է Եվրամիության հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։